Ողջ փառքը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ողջույն եմ բոլորին։ Նաև մեզ համացանցող դիտողներին Տերը ձեզի շատ օրհնի։ Լավ ես արել, որ արել ես, եկել ես։ Ողջույն նա ջերման ասում նստի Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Շնորհակալություն Արարողության թիմ ջան։ Այս հրաշալի ներկայության համար։ Հալելույա։ Դորնված ես, որ Տիրոջ տան մեջ ես։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Մի քանի որոշ ժամանակ այստեղ չէի, քաղաքում չէի, ծառայության բերումով քաղաքից դուրս էի ունեցանք հրաշալի ծառայություն ազատագրման բժշկության թե Մոսկվայում, թե Սանկտ Պետերբուրգում, թե ունեցանք հետո ծառայություններ, թե Սանկտ Պետերբուրգում, թե Մոսկվայում, ասեմ, որ մի քանի ժամ առաջ եմ հասել Կրասնոդար, ու ասեմ, Տեր շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ դու կարաս ինձ անես, որ այն Փիլիպոսյան ավիաուղիները այսօր մենք այստեղ տենանք, որ մի ժամ առաջ այնտեղ եք, հետո մի քանի ժամ հետո արդեն ստեղ ես, հետո չգիտես ուր ես գնում, Աստծո խոսքը կատարում է, գիտեք, ուղղակի պետք է թողենք, որ Տերը անինենք, ոնց որ ինքը ուզում է, ու մենք պետք է վստահենք Աստծուն ու հանձնենք մեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռների մեջ, ամեն ու խնդրենք, որ Տերը օգտագործի։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ այսօր մի խոսքով կիսվեմ ու խոսքը վերնագրել եմ ես ազատ եմ։ Հալելույա, ես ազատ եմ, ու գիտեք, այսօր մենք փորձենք մի ուրիշ տեսակետից խոսքը նայենք, մի ուրիշ կողմից նայենք ու հասկանանք, փորձենք հասկանանք լավ ինչ է նշանակում ես ազատ եմ։ Լավ, որ քեզ հարցնում են, դու ասում ես, դու վсё, այսօրվանից դու ազատ ես, դու ինչ ես մտածում, այսինքն ինչ ազատության մասին է խոսքը։ Լավ, ես ազատ եմ, թե աշխատանքից եմ ազատված։ Այսօր որ դու ազատ ես, եղբայր կամ քույրս դու այսօր ազատ ես, մտածում ես Այսօր եմ ազատ, թե կարող է աշխատանքից եմ ազատված, ինչ որ մի բանից ազատված եմ, գիտես կա բեր, որից որ դու ազատվում ես, ասում ես ուֆ է, նա դուսերից ես ծանր բեր ընկավ, գիտես ինչ հետևություն ես զգում, երբ որ դու մեղքից ես ազատվում սիրելիս, երբ որ կանգնում ես ու խոստովանում ես, հենց խոստովանում ես սիրելիս, հրաժարում ես դրանից անելուց, Տերը էդի քեզանից վերցնում է ու դու դրանից ազատվում ես, ու այնքան քաղցր ազատություն այդ ազատությունը ու դենց ազատություն մենակ Տերը քեզ կարող տա։ Մարդիկ իրենք իրանցով, մարդը ինքը իրանով չի կարող իրան փրկի։ Տերը ասում է, դուք ձեր վրա, ձեր հասակի վրա 1 սանտիմետր չեք կարող ավելացնել։ Ու ճիշտ ասում, մենք չենք կարող ավելացնել։ Բայց Աստծո խոսքը գիտես ինչ ասում, ասում է, այն որ անկարելի է մարդու կողմանեն, հնարավոր է Աստծո կողմանեն։ Ամեն։ Հիմա կասես Ջան, գնամ քնեմ, ասեմ Տեր, ուզում եմ մի 10 սանտի բոյքաշ, դրա մասին մի մտածես, ես դեղետ իմեգալիչում եմ։ Աստվածաշունչը ասում է սկզբից վերևինները փնտրեք, հետո երկրի վրայինները, ամեն։ Ու կուզեմ իրար հետ մի տեղ կարդանք, մի քաղցր տեղ, իմ սիրելի ավետարանից, Հովհաննեսի ավետարան, 8-րդ գլուխ։ Հալելույա, ես այս խոսքը իմ համար շատ վաղուց վերցրել եմ, այդ խոսքը դաջվել է իմ սրտում, ու երբ որ սրա մասին խոսում է 3 եղբայրների, մենք եղբայրների հանդիպում ունեցանք Մոսկվայում, ու երբ որ այս խոսքի մասին խոսում են, եղբայրները վկայեցին, ասացին, գիտեք, ով ջան, հիշում եմ, երբ որ արդու գնում էիր արդեն Ղրիմ ծառայության ու ասում հենց որ բեմից այս խոսքը ասացի, ասում այս խոսքը այդ օրվանից խրվել է իմ սրտի մեջ ու դուրս չի գալիս։ Գիտես, որ խոսքա ճանաչել, ճշմարտությունը կազատից ես։ Թվում է թե շատ հասարակ բան, ճշմարտությունը, ճանաչում ենք ճշմարտությունը մեզ ազատում է։ Բայց այս խոսքը սկսում է հետևյալ կերպ։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 30 խոսքից, եկեք իրար հետ կարդանք։ Եվ երբ որ նա այս բաները խոսում էր, շատերը հավատացին նրան։ Եվ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներ եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Փառք Հիսուսին։ Մինչև այդ խոսքը ասել էր ճանաչեք ճշմարտություն եւ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատե, մի կարևոր բան է ասում, ինձ ու քեզ։ Ասում է, եթե ու ասում է իրեն հավատացած, հա, այսինքն մարդիկ, ովքեր որ եկել են Քրիստոսին ընդունել են Տեր ու Փրկիչ, հավատացած հրեաներին ասեց, ասում է, եթե դուք իմ խոսքի մեջ կենաք,
ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Սիրելի, ովքեր են աշակերտները։ Լավ աշակերտի գործունեությունը ո՞րն է։ Սովորելը, չէ՞։ Լավ ումից սովորելը։ Քրիստոսից, ում որ ասում էին վարդապետ, ռաբի, ուսուցիչ, ու ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է, տեսեք, ասում է, դուք ինձ ասում եք վարդապետ, ինձ ասում եք ռաբի, ինձ ասում եք ուսուցիչ, ասում է, եւ կամ իրականում դա տենց է, Աստվածաշունչն ասում է, ու ինքը իր բերանով ասում որ հա, ես հենց այդ վարդապետն եմ, ուսուցիչն եմ, ռաբին եմ, ու գիտեք մի հատ կարևոր բան ասում է, երբ որ դու տենում ես ինձ ոտ լվալուց, դու էլ արա։ Դժվար է, չէ, գնաս ինչ-որ մեկի ոտը լվաս, կարաս ինձի սովորացնես, որ ձեռս դնեմ մարդու վրա, ասենց ընգնի գետին, տապալվի, դևերը դուրս գան, ու մարդիկ տենան, ասեն, տեսոր ես ինչ արեց, տենում ես ինչ արեց, քեզ արդեն է դա նշանակում, արդեն դու պատկերացնում ես բեմին, մի 100 հոգանոց կամ 500 հոգանոց եկեղեցում քարոզում ես, Աստծո խոսք ասում ես, մարդիկ ընկնում են, ազատագրվում են, բայց Հիսուս ասում է, այդ ամենը սկսվում է ոտ լվալուց։ Չէ, ես էդի չէի ուզում։ Բայց Հիսուսը գիտես ինչ ասում, ինչի մասին է խոսում Տերը, որ ես ու դու, մենք մեր այն սահմանափակ մտածելակերպից ազատվենք, որ կարողանանք վերինների մասին մտածենք, որ կարողանանք հասկանանք, թե մեր Տերը ինչ նկատի ունի, Աստվածաշունչը ինչ նկատի ունի, ասում է, եթե դուք իմ մեջ եղնեք, իմ աշակերտները եղնեք, եթե դուք սովորեք իմ հետ քայլեք Աստծո խոսքով, սովորեք իմ հետ շփվել, սովորեք իմ հետ ապրել, նայել տենալ ես ոնց եմ անում, իմ աշակերտները եղնեք։ Այդ ժամանակ եղնեք իմ աշակերտները, բայց չգիտես ինչի մարդը չի ուզում այն ընթացքը, այն դժվարությունը, այն ճանապարհը անցնի, ինքը միանգամից բոնուսն է ուզում, նվերն է ուզում, օծությունն է ուզում, բայց այդ ձեր չի եղում, սիրելիս, դենց չի գործում։ Երբ որ մարդիկ զանգում են, ասում են, ինձ ձեր համարը տվել են, ասել ես խոսացի, ինձ ասեցին, որ ես խնդիր ունեմ, իմ մեջ դև կա, սա իրական պատմություն եմ ասում, ու ասում է, երբ գամ հանեք, ուզում ես հասկանաս, մատդ փուշա մտել, որ հանեն, ինչա, երբ գամ է դևին հանեք, ասենք, գիտեք, մտածում ես, լավ ինչի մասին ես խոսում, լավ երբ գամ հանեք, կամ մտածում են կախարդական փայտիկ ունենք, ասել որին ոչ կախարդական փայտիկ, կամ կնոպկա ունենք, որ այդ կնոպկեն պետք է սխվենք ու մարդը մի անգամից հենց ազատագրվի կամ բժշկվի, չէ, սիրելիս, դες չի եղում, մարդը պետք է սովորի Քրիստոսի հետ քայլել, մարդը պետք է ճշմարտությունը ճանաչի, ու հենց այդ ճշմարտությունը, որի մասին որ Աստծո խոսքը ասում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, հենց այդ ճշմարտությունն էլ իրան ազատում է։ Բայց ես գիտեի հովիվն է, բայց ես գիտեի մարդն է, գիտեք, Աստված, ազատողը Աստված է մարդու ձեռքը, որ կարդակ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված բազում հրաշքներ էր անում առաքյալների ձեռքով, բայց էլ եմ ասում հեղինակը Տերն էր, անում էր առաքյալների ձեռքով, բայց հեղինակը ինքն էր, անողը ինքն էր։ Շարունակությունում տեսեք ինչ է գրված։ Եվ ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Պատասխանեցին նրան, մենք Աբրահամի զավակներն ենք եւ ոչ ոգի երբեք չենք ծառայ։ Դու ինչպես ես ասում, թե ազատ կլինենք։ Մենք ասում ենք ոչ մեկին ծառա չենք եղել, ինչ ազատության մասին ես դու խոսում։ Հիսուսն է պատասխանեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է։ Գիտեք, ասում եմ, այս են պատմությունը չի Տերն ու ծառայի, սա են պատմությունն է, որ մարդը ծառայում է մեղքին, այսինքն մեղքը իրան ուղղորդում անեց, ոնց որ ինքն է ուզում։ Գիտեք, մի բան ասեմ, կարող եմ մտածես, երևի դες մեղք չկա, որ անինեց ինձ կարողանա ղեկավարի։ Լավ մարմնից հանգություն ասա։ Ինչ որ մի բան, որ մարմնից հանգություն է։ Սիրելիս, մի հատ հարց տամ, ծխել է մարմնից հանգություն, հա։
Մարդը վերցնի սիգարետը դնի բերանը։ Ու ինք ասում, սրա եղած ինչ է, ես սրա ախից գամ, բայց գիշերը ժամը 1-ին հենց սիգարետը վերջանում, հա։ Ցեց ընկնում է ջանը։ Նայում է տենա 24 ժամվա խանութ որտեղ կա։ Եթե հանկարծ 24 ժամվա խանութ չի գտնում, գիտի բենզալեցակայաններում հաստատ սիգարետ կա։ Տաքսի է կանչում, ծախսում է, մի քանի հազար ռուբլի կարա ծախսի, գնա հասնի զապրակեն այդ սիգարետը վերցնի, ասի, ես որ իմ առաջինակ նպատակ դնում եմ, հասնում եմ։ Ուզում ես ասես, սիգարետը ոնց ուզում է, քեզի այդենց ղեկավարում է։ Սիգարետը ստիպում է, որ դու մտնես ինտերնես, տաքսի զակաս տաս, գնաս հասնես, իրան առնես, դնես, ինքն ես բոցավարի սադանեն էլ ծապտա։ Ասի տենում ես, մի հատիկ սիգարետով քեզ ինչ օրն եմ գցում։ Մի հատիկ սիգարետի համար տենում ես քեզ ինչ օրն եմ գցում։ Բայց կարող ասես, չէ դեպի մեղ չի, դրա մասին չի խոսում։ Գաղատացից թուղթը հստակ խոսում է դրա մասին, որ ասում է, երբ որ ես ձեզի ազատություն եմ տվել, երբ որ ես ձեզ տալիս եմ ազատություն, այն ազատությունը, որ տվել է ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ձեր մարմինը բավարարելու համար, մարմինի հաճույքները բավարարելու համար մի վատնեք։ Կուզենք այդտեղ իրար հետ կարտանք։ Արեք իրար հետ կարտանք։ Գաղատացիս 5-րդ գլուխ 13 խոսքից։ Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրք։ Միայն թե ձեր ազատության պատճառը չտա մարմնին, այլ սիրով ծառայեք իրար։ Ռուսերեն թարգմանության մեջ գրված է ձեր ազատությունը, այդ ազատությունը, որ ինքը ուգաժդայց, այսինքն չբավարարի ձեր մարմնի բավարարության համար չեղնի, չվերցնես, ասես, ես ազատ եմ, ու երկում ես, հա, Աստվածաշնչից վերցնում ես մի խոսք, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, վերցնում ես այդ խոսքը, որպես քո համար ծածկոց, որ դու ամեն բան կարաս, քեզ զորացնող Քրիստոսով, ու այդ ինչը որ անում ես, մարմնիդ բավարարելու համար ես անում։ Բայց Աստված դրա համար չի ինձ ու քեզ ազատ է, սիրելիս։ Մի եղբայր հիշում եմ, ահագին ժամանակ առաջ իր ողջ բարեկամները խնդրում էին, որ իր համար աղոթեինք, ինքը խնդիր ուներ, ու Աստված հրաշք արավ։ Հրաշք արեց ու ինքը բժշկվեց։ Ու ինքը ասում էր, Տեր, եթե դու ինձ բժշկես, ես չեմ անի, ամեն բան ասում էր, բայց նենց էր ծխում։ Իրակին ասում էր, ծխի, մի ծխի, էլի, որ չծխես, Աստված ավելի արագ քեզի կբուժի։ Ու գիտեք, ասավ, լավ չեմ ծխի։ Մի ամիս չծխեց, ու Աստված հրաշք արավ, ու եղբայրը բժշկվավ։ Ու մենք բոլորս ուրախացել ենք, ասում ենք, Տեր, փառք քեզ, ինձ զորավոր ես, որ այս ծայրահեղ վիճակից եղբորը բժշկում ես, եղբորը հանեցիր։ Շատ կար ժամանակ հետո, ասավ, ումա պետք սենց ապրել է։ Որ կարաս, ոչ կարաս, ծխես, ոչ կարամ մի հատ, չգիտեմ, խմեմ, ոչ ես իմ ես կարամ անեմ, ոչ ես իմ ես կարամ անեմ, ումա պետք սենց ապրել է, 2 օր հետո մահաց։ Գիտես ինչ, ազատությունը ճիշտ չօգտագործեց։ Ազատությունը ճիշտ չօգտագործեց, որտեղ ինքը մտածում էր, որ ինքը բժշկվել է ու Աստված պետք է իրան պայի, Աստված իրան բժշկել է ու ինքը ոնց ուզում է դենց պետք է անի, բայց չգիտի, որ բաներ կա, որ ինքը պետք է պայի։ Բաներ կա, որ պետք է պայի։ Պողոս Պետրոս Առաքյալը ասում է, ներողություն, Պողոս Առաքյալը ասում է, լսեք, եթե թլպատվել եք, բոլոր օրենքի առաջ պարտական եք, հա, դուք եթե թլպատվել ես, դու եկի ասել ես, լավ սենց ասեմ, եկել ես Տիրոջ առաջ ուխտ ես արել, ու դու պարտավոր ես այդ ուխտդ պահես, ոչ թե ես ժամանակավոր ուխտ եմ անում, մինչև բժշկվեմ, կամ մինչև գործերս լավանա, կամ մինչև հերթական առիթ չեղնի մեղքի մեջ լինելու, սիրելիս դենց չի։ Հալելույա։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 35 խոսքը։ Ծառան էլ հավիտեն չի կենում տան մեջ, որդին կենում է հավիտյան։ Ուրեմն, եթե որդին ազատեց ես, հավիտյան ազատ կլինեք։ Հալելույա։ Ասում է, ծառան հավիտյան չի կենա տան մեջ։ Գիտես ես ինչի մասին է խոսում, որ դու ինչ-որ մի բանի ծառա ես դառնում, ու մտածում ես, թե դու դրան ծառա լինելով, այդ մեղքին ծառա լինելով հանդերձ հավիտենականության մեջ ես եղնելու, չես եղնելու։ Ասում հավիտյան չի կերա տան մեջ,
Որդին է հավիտյան կենում, ու այն մարդիկ, ում որ որդին է ազատում։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Ու այն մարդիկ կմնան, ում որ որդին է ազատում, սիրելիս։ Բայց մենք ոնց ենք անում ենք նենց ոնց որ ուզում ենք։ Գաղատացի 5-րդ գլուխ առաջին խոսքից։ Արդ այն ազատությունով, որ Քրիստոսը մեզ ազատեց, հստակ կացեք եւ դարձավ ծառայության լծի տակ մի մտեք։ Ասում է այն ազատությունով, որ Տեր Հիսուս Քրիստոսը քեզ ազատել, ասում է այդ ազատության մեջ հստակ կաց։ Ու նորից ետ մի դառնի այն լծի, որից որ Տերը քեզ ազատել է։ Գիտես, մենք ինքներս ապրելով աշխարհում շատ իրավիճակների հետ առնչվում ենք, շատ բաների հետ շփվում ենք, շատ բաներ ենք տեսնում։ Հիմա պատկերացրու մի իրավիճակ, երբ որ դու մի եղբոր Աստված ազատում է խմիչքից, որ ինքը չէր կարող իրենով ազատվել ու Տերը հրաշք անում իր զորությունով ինքը Տերը ազատում է իրան խմիչքից։ Ու գիտես մի կարևոր բան է տեղի ունենում, սիրելիս։ Մեկը գալիս է հերթական փորձությունը։ Հերթական փորձությունը։ Հա դե գնանք մի բաժակ խմենք, էլի։ Հա գնանք մի բաժակ խմենք, էլի ինչ պետք է եղնի։ Բայց գիտես հետաքրքիր է, Աստվածաշունչը հստակ ասում է, երբ որ Աստված ասում է Տերը քեզ ազատեց, մեր Տեր Հիսուս Քրիստոսը ազատեց, զգուշ կաց նորից չգնաց դրան ծառա դառնաս։ Դու ասում ես մեգա Տերս արդեն ինձ ազատել է, մեգա ես փրկված եմ, մի բաժակ խմեմ, ոչ մի բան չի եղնի։ Խմես ու կերնես իրենց։ Խմես ու կերնի։ Եթե քեզ թվում է թե դու կարաս տիրոջ հետ կամ մեղքի հետ տուն-տունի խաղաս, ելիս ոչ մի մեղքի հետ տուն-տունի խաղացող վերջում լավ բանի չի հասել։ Ոչ մի մեղք դու չես կարա մեղքի հետ տուն-տունի խաղաս ու փորձ մտածես թե դու հավիտենականության մեջ կմտնես։ Չես մտնի։ Չենք մտնի։ Եթե մարդը շարունակի մեղքի հետ խաղալ։ Սելի համացանցով դիտող, եթե մեղքի հետ տուն-տունի ես խաղում, լավ լուր ունեմ քո համար։ Այսօր կարաս ապաշխարես։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստանում ես։ Ամեն։ Առաջին Պետրոս 2-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Որովհետև Աստծո կամքը այսպես է, որ բարի գործերով պապանձացնեք անխելք մարդկանց տգիտությունը։ Գիտես ինչ ասում Աստծո կամքը, Տիրոջ կամքը այն է, որ դու քո բարի գործերով անխելք մարդկանց տգիտությունը պապանձացնեք։ Գիտեք, իմ համար սովորական է դառել, որ իմ հասցեին ինչ ասես խոսում։ Իմ համար սովորական է դառել։ Ես գիտեմ ես ով եմ, ես գիտեմ ում եմ ծառայում, ես գիտեմ ում եմ գնում, ուր եմ գնում, ու ամեն ինչ անում եմ, որ իրան ուրախացնեմ, որ մեր Տերը Հիսուսը ինձանից ու գոհերնի, հա, ոչ թե մարդը։ Ու գիտես հետաքրքիր է ասում է, ձեր բարի գործերով այդ անխելք մարդկանց բերանը պապանձացրեք, ձեր բարի գործերով։ Ու կարևոր մի հատ բան, դա գիտությունն է, որ մարդը գիտություն չունենալու պատճառով կարա Աստծուն ծառայող կամ հոգևոր կյանքով ապրող մարդու հասցեին ավել պակաս բաներ խոսալ։ Դրանք գիտես ինչ են։ Ոյ, դրանցից ինչքան կարաս հեռու մնամ։ Սիրելիս, ես ինքս շատ հաճախ լսել եմ հավատացյալների հասցեին շատ վատ բաներ, ու գիտես, ու ինձ ասում էին, գործ չունես հավատացյալների, դա ինչ է, ինչքան կարաս դրանցից հեռու մնա։ Դրանք կխապեն, քեզի կզոմբիացնեն, կոֆեի մեջ եսի ինչ են գցում, դու խմում ես։ Դու խմում ես, հետո չես հասկանում ոնց ես ունեցված չունեցվածքը ծախ է տվել եկեղեցում, իրանց հովիվների ֆինանսները նայեք, իրանց հովիվների չգիտեմ ինչերը նայեք, տեսեք ինչ դեղակներ ունեն, ինչ պալատներ ունեն։ Գիտես այս վերջերս վկայության համար ասեմ, լսեցի, որ ես արտասահմանի ինչ-որ մի երկրում մեծ պալատ ունեմ, գիտեք հետաքրքիր ինչն է, ժողովուրդ այնքան եմ ուրախացել, ասում եմ Երանի իրանց հավատքի։ Այ թող այդ ձեր հավատքով, որ հավատում եք ես պալատ ունենամ, թող այդ հավատքով ելնի, հա։ Մարգարեանում են, ինչ են անում, չգիտես։ Եվ ստեղ մի կարևոր բան է տեղ ունենում, սերես, ինչ ասես կարան քո Աստծեն խոսան, ինչ ուզում ա քո Աստծեն խոսան, մի հատ կարևոր բան ասեմ, բանադեղ չդնես։
բանատեղ մի դիր, այլ ասում է բարի գործերով այդ տղի այդ մարդկանց բերանները փակի, որտեղ Աստվածաշունչը հստակ ասում է իմ ժողովուրդը կորում է գիտություն չունենալու պատճառով, ու մի հատ ստեղ մի հատ պաուզա, ստեղ մի հատ ստոպ, շարունակությունը տեսեք ինչ ասում, ինչպես ազատներ և ոչ թե ազատությունը, ինչպես չարության ծածկոց ունեցողներ, մարդու բերանը փակեք բարի գործերով, ինչպես իսկական ճշմարիտ քրիստոնյաներ, ոչ թե քրիստոնյայի անունի տակ չարության ծածկոցով ծածկվողներ, այլ ինչպես Աստծո ծառաներ։ Մի քանի օր առաջ մի հատ եղբոր հետ եմ խոսում, շատ հիանալի եղբայր է։ Մի հետաքրքիր բան պատմեց ինձ վկայություն, հետաքրքիր միջադեպ իր անցյալից, ասում է Հովիկ ջան, այս խոսքը, որ ասում է կարդում եք, ասում այս խոսքը, որ ասեցիք, ուզում եմ ձեզ մի վկայություն պատմեմ, ասում մի ժամանակ ես հավատացյալի անվան տակ թաքնվող ու հապշտակող կայել էի։ Գիտես այդ ինչա, որ ես հավատացյալ եմ, ես չեմ խաբի, ես սուտ չեմ խոսա, ու գնում ես ինչ-որ միտեղ աշխատելու, դու հավատացյալ ես, դու սուտ պետքա չխոսաս, դու հավատացյալ ես, դու պետքա անենց անես, ոնց որ քոնը կանեիր, չնայած եթե քոնը կարաս ինչ-որ միտեղ կներես ես բարես համար գլխառատ ենես, բայց երբ որ մարդ քեզ բանը ասում, որ դու անես, ու նամանավանդ, որ դու ներկայանում ես որպես հավատացյալ, դու իրավունք չունես գլխառատ անելու։ Ու հետո մարդ ասում է, դե ձեր հավատացյալների անունները չեմ ուզում լսել։ Իրանց անունը մի տուր, ինչի համար, որտեղ եկան գործնելու, ներկայացրին սենց, որ այս ամենը կանեն, հրի իրանց արած գործը նային։ Երկար տարիներ առաջ միտեղ աշխատում էի, ու եղբայրներ կային, որ միասին աշխատում էինք, եկեղեցու եղբայրներ, նոր մտել է եկեղեցուց հետո նոր ծառայության մեջ եմ մտել ու եղբայրների տարել եմ իմ հետ աշխատելու ու մենք այդտեղ ուտեղ որ աշխատում էինք ուրիշ եղբայրներ եկային, որ անհավատ էին ու ինձ իմանալով հանդերձ եղբայրները իրանց էլ էին գործ վստահ է, որ պետք է իրանք էլ աշխատեն մեկ է գործի տեր եկավ ասավ Կարեն ջան մի րոպե կգաս, ասին ինչ է, ասա սրբերն իրար են ուտում, սրբերն իրար են ուտում, ու անուններ իրոք մենք ասում էինք դե սուրբ մարդ են, Աստծո խոսքով ապրող մարդիկ են, ուրեմն գնացել եմ նայում եմ եղբայրներին, մեկը բարձր, չգիտեմ հայերեն ոնց է, լեսայի վրա, մյուսը լեսայի տակը իրար վրա գոռում են, գիտես ինչի, երկուսն է ճիշտ են, երկուսն Աստծո խոսքով գոռում են, ու մի ուզում ես հասկանաս Աստվածաշունչը ձեր մեջ ինչ կապ ունի, ձեր հետ, ձեր մեջ ինչ գործ ունի, որ վերցել եք իրար պորտ, փորձում եք Աստծո խոսքով դնել։ Են ասում, Աստվածաշունչը սենց է ասում։ Ժողովուրդ, անկեղծ եմ ասում, ես ոչ մի անգամ Աստվածաշունչը այդ տեսանկյունից չգիտեի, որ դու կարաս վերցնես որպես զենք, ու այդ զենքը օգտագործես որպես չարության ծածկոց, որ քո ներսի չարությունը ծածկես, բայց Աստված ինձ ու քեզ ուզում է դրանից ազատի սիրելիս, մեր Տեր ուզում է, որ ես ու դու դրանից ազատ եղնենք, ոչ թե դրա գերին դառնանք, Հռոմեացիս թուղթը տեսեք ինչ ասում, Հռոմեացիս 6:6, այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքի։ Այստեղ կուզեմ իրար հետ մի կանգ առնենք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խափանվի։ Խափանվել գիտես ինչ է նշանակում, որ էլ չանի, էլ չեղնի, որ մարմինը, որը ձգտում է մեղքի, խափանվի,
որ ապրում ես ու մտածում ես ինչ-որ մեղքը գործելու մասին, բայց Քրիստոսի հետ որ խաչվում ես, մեղքիդ մարմինը խափանվում է։ Սկսում ես սովորել Քրիստոսից, ոնց սուրբ ապրես, ոնց սրբությունդ պահես, ոնց ճիշտ ապրես։ Երբ որ ես ասեց, էլ չեմ ծխելու ու չեմ խմելու, գիտեք ինչքան գայթակղություն ա եղել։ Չես ծխելու, չես խմելու։ Ես որ գրված է, տգետ մարդկանց բերանը փակում ես։ Նոր տարի ա, սուրբ ծնունդ ա։ Նոր տարի ա, միայն չես խմի։ Ասում ես, լսին, մի ժամանակ սենց էի պատասխանում։ Ասում եմ, լսի, օրինակ, նոր տարի ամեն տարի լեղնում ա, ճիշտ ա։ Ասում հա, ասում երեխա ամեն տարի չի ծնվում, չէ։ Ասում դե չի, ասում դե մեր տան մեջ ես աղբորս երեխեքը որ ծնվել են, ասի երկուսն են ծնվել ու դենց չոր ամեն տարի ծնվում են։ Ես երեխեքի ծնվելուց չեմ խմել։ Որ այդ իմ համար մա թանկ նվեր էր, Աստծո նվերն էր, որ մեր տան մեջ երկու երեխա ծնավ։ Երբ որ արդեն դարձ է եկա, երբ որ ասում են, մեջը դեսքան թասիվ չկա, էլի հետներես բաժակն բան չես կում, ասի հենց այդ թասիվն Աստծո համար որ չեմ խմում։ Հենց այդ թասիվն Աստծո համար որ ասում Տեր էլ չեմ խմելու ու չեմ խմում։ Գիտես մարդու համար էդի կարա սովորական եղնի, սենց զարմանալու եղնի, հայ ինչ թասիվի մասին ես ուսում, մարդ ոնց կարա առանց խմիչքի, ոնց կարա ասես չխմես ես հաջույքը չվայելես, ասում եմ գիտես հաղթիրը որն է, որ դու պիտի խմես, որ վայելես, ես առանց խմելու եմ վայելում, որտեղ ես ազատ եմ ինչ-որ մի բանի կախվածությունից, իմ Տեր ենքան իր սերը ենքան լծրեի մեջ, այդ ազատություն իր ներկայությունը, այդ ուրախությունը ենքան լծրեի մեջ, որ ես ուրիշ ալտերնատիվ ուրախություններ չեմ փնտրում։ Գնամ հոկտեմբերյան ուրախանամ հետ կա։ Չեմ փնտրում։ Հələ տես Աստվածաշունչը ասում է ուրախ եղեք ամեն ժամանակ սիրելիս նորից եմ ասում ուրախ եղեք։ Ու դա ոչ մի ուրիշ բանի հետ կապ չունի, դա Աստծո խոսքով մեր Տեր Հիսուս Քրիստոսով պետք է ես ու ուրախ ենք, որտեղ մեր Տերը մեզ ազատել է դրանից։ Որովհետև նա, որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Նա, ով Քրիստոսի հետ մեռնում է, մեղքից արդարացված է, եւ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։ Փառք Հիսուս։ Հռոմեացիս 6:16, տեսեք ինչ ասում։ Դուք չգիտեք, թե ում որ ձեր անձերը ծառա եք ներկայացնում, նրանց հնազանդվելով։ Ծառա եք նրան, որին հնազանդվում եք, եթե մեղքին դեպի ման։ Ասում է, չգիտեք ում որ ձեր մարմինը դնում եք ծառայության, ծառա եք նրան, հնազանդվում եք նրան, ում որ ծառայում եք։ Եթե մեղքին եք ծառայում, ասեմ մեղքի վարձքը մահ։ Ասում է, եթե մեղքին, դեպի մահ։ Եթե շարունակում ես ծառայել մեղքին, շարունակում ես մեղավոր կյանքով ապրել, դեպի մահ։ Գիտես, որ մեռնելու մասին է խոսում, այն ինչ է, որ մեռար տարան թաղին։ Այն որ հավիտենական տանջվում է դժոխքում։ Եվ շարունակություն, եթե հնազանդություն, դեպի արտարություն, լավում հնազանդվել Աստծուն ու իր խոսքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, խնդրում եմ ուշադիր եղնես, բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառա ենք, բայց սրտով հնազանդվեցինք այն վարտապետության օրինակին, որին հանձնվեցանք։ Մի հատ է կարդամ։
բայց շնորհակալություն Աստծուն, որ մեղքի ծառայենք, բայց սրտով հնազանդվեցինք այն վարդապետության օրինակին, որին հանձնվեցանք։ Ես ում մասին ասում, սիրելիս։ Ասում է շնորհակալ եմ Աստծուն, որ մեր առաջ քայլող կենդանի Հիսուս ունենք վարդապետ ու մեր կյանքերը հանձնեցինք իրան։ Ուշադրես, ասում է շնորհակալություն մեր Տեր Աստծուն այն վարդապետության, այն ուսմունքի օրինակի համար, որի որ հանձնվեցինք, շնորհակալություն ասում է Աստծուն Հիսուս Քրիստոսի համար, որ տվեց, որ մեր համար եղնի օրինակ, ոնց ճիշտ ապրենք, ոնց սուրբ ապրենք, ոնց ազատ ապրենք, որտեղ Հիսուս Քրիստոսը սիրելիս 33 տարի ապրեց աշխարհի վրա, մեր աշխարհում ու իր վրա մեղք չկար։ Ես են ճշմարտապես աշակերտներս կլինեք, ճշմարտապես իմ աշակերտներ եք, դրա մասին ասում, որ ասում է, եթե իմ մեջ եղնեք, իմ մեջ ինձանից սովորեք, քայլեք, իմ աշակերտները կեղնեք, եթե իմ խոսքով, իմ ամեն ինչով, ոնց որ ես եմ անում, դենց անեք, ոնց որ ես եմ ապրում, դենց անեք, իմ աշակերտները կեղնեք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ այսինքն օրեցօր կճանաչես ճշմարտությունը, օրեցօր Տեր Հիսուսին ավելի լավ կճանաչես, ու օրեցօր Աստված քեզի կազատի քո խնդիրներից, քո կախվածություններից, քո մեղքերից, ու էլ կզգաս, որ էլ չես ներվայնանում, սիգարետը քո վրա իշխանություն չունի, շնության դեղը քո վրա իշխանություն չունի, որ չգիտեմ ինչ բաների մեջ չես մտնում, որտեղ Աստված քեզի դրանից ազատել է, որտեղ ինքը կարա ազատի։ Ասում է, եւ նրան որ որդին կազատի, հավիտյան ազատ կլինի։ Հալելույա։ Ուրեմն դուք մեղքից ազատված ծառայեցեք արդարությանը։ Հալելույա։ Հռոմեացիս 6:22 խոսքը, տեսեք ինչ ուժեղ բան ասում։ Բայց հիմա, որ մեղքից ազատված եք եւ Աստծո ծառա եղած եք, ձեր պտուղն ունիք սրբվելու համար եւ նրա վերջը հավիտենականություն։ Ասում է հիմա ռուսերենում այլ կերպ ասում, տեսեք, բայց հիմա որ ազատված եք, Աստծուն ծառայեք, ձեր պտուղն ունեք։ Ասում ուզում ես իմանան մարդիկ, դու իրոք ազատված ես, թե չէ, ծառը ինչից են ճանաչում, պտուղից։ Ասում է ձեր պտուղը սրբությունն է, որ սրբությունը կպահես, հաջորդը գիտես ինչն է ասում, որ սրբությունը կպահես, հետո հավիտենականության մեջ կմտնես, որ են պտուղը որ կա, որ սրբությունը տա, որ սրբությունը տպայես հավիտենականության մեջ կմտնես։ Ասում է ձեր պտուղն է սրբություն, սիրելիս, սրբվելու համար, Տերը ձեզի տվել է սրբություն, պտուղը սրբությունն է, և նրա վերջը, սուրբ ապրելու վերջը, ես չեմ ասում, Աստծո խոսքն ասում, նայ, եւ նրա վերջը հավիտենական կյանքն է։ Հալելույա։ Աստված ազատում է ինձ ու քեզ սիրելիս։ Երբ որ դու ասում ես ես ազատ եմ, հիշի ինչի համար ես ազատ։ Սուրբ ապրելու ու հավիտենականության մեջ գնալու համար։ Հալելույա։ Վերջի տեղը կարդամ, մենք միասին աղոթք կանենք։ Ղուկաս ավետարան 4:18 խոսքը։ Տեսեք Տերը ինչ ասում։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատների ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջը ընդունելի տարին քարոզելու։
ու ազատ եմ, գնում եմ հավիտենականության մեջ։ Ես ազատ եմ, սուրբ եմ ապրում ու գնում եմ հավիտենականության մեջ։ Ինչ պետք է անեմ։ Ուրեմն ասեմ, աղքատներին պետք է ավետարան քարոզես։ Հիվանդների համար պետք է աղոթես, որ բժշկվեն։ Որ Տերը կույրերին տեսողություն տա, խուլերին լսողություն տա, բորոտները սրբվեն, գերիները ազատ արձակվեն, հոգևոր գերիները, հոգևոր բանդարկյալները ազատագրվեն սատանայի ճիվաղներից, խոցվածները արձակվեն ու Տիրոջ ընդունելի տարին քարոզելու, որ Տիրոջ ամեն տարի Տիրոջը քարոզեն, որ ասեն այս տարի ինչ տարի է, ասես այս տարի Տիրոջը ավելի շատ մարդկանց ընդունելու տարի է։ Հալելույա։ Արի ոտի կանգնենք։ Ես ազատ եմ։ Ես ազատ եմ։ Այդ ազատության պտուղը թող սրբությունը դեղնի Տիրոջ համար։ Ամեն։ Ու մարդկանց համար սիրելիս սրբությունը Աստծո առաջ բայ, ամեն։ Մարդկանց հետ է բարի է։ Մարդկանց համար բարի է։ Մեկ-մեկ նայում եմ ծայրահեղության մեջ ընկած մարդկանց, որ ասում են, ինչ գործ ունի լույսը խավարի հետ, Աստվածաշունչն է ասում, բայց չեն էլ հասկանում խի ասում, գիտես։ Ես ինչ գործ ունեմ գնամ դրանց տուն, ես դրանց հետ գործ չունեմ, բայց Տերը ասում է, գնա, որովհետև իրանք ինձի պետք են։ Չէ, ես չեմ գնա, Տեր ջան, ես չեմ ուզում գնամ, իրանք խավարն են, ես լույսը։ Ասում է, դենց էլ Հիսուսը քո համար օրինակ չեղավ, որ իրան ասում էին մեղավորներ ու մաքսավորներ ինքն, որտեղ ինքը գնում էր մեղավորներին ու մաքսավորներին փրկության բերելու։ Դե թող գնամ ես կարևոր իմ այսինքն սրբությունը սպայեմ, մեկ հետևում ես, որ լիքը բաներից երկնքում զրկված ես, որտեղ դենց էլ Տիրոջ կամքի մեջ չեղավ։ Դենց էլ չսովորեցիր, ճշմարիտ աշակերտներն են։ Հալելույա։ Դու ինչ-որ բան ստացար։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցին տանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե առաջի անգամ ես ձեր բարձրացու ողջունենք ես։ Հալելույա։ Ես շատ օրնի, Փառք Հիսուսին, ես խնդրեմ կատ առաջ իրար հետ մոտ աղոտ կանենք ես ուր, դա։ Հալելույա, եկեք փառք տանք մեր Աստծո սերունից։ Խնդրեմ իրար հետ մոտ աղոտ կանենք։ Աղոտը գիտես ինչ, ասում ես Տեր ջան, ուզում եմ մեղքերից ազատ եղնեմ, այն երևացող ու չերևացող, ուզում եմ կյանքս տամ քեզ ու քո հետ ապրեմ, կանես էլ աղոտ գիտեմ։ Ես ասեմ դու իմ հետևից կրտենի, լավ։ Սեր եկեղեցի խնդրեմ փակես աչքերը դու իմ հետևից մտնես, հա, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար ես աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո սուրբ հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալու։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։